Այժմ բոլորի սրտերը ծանր են, աչքերը թաց, հոգիները կիսատ: Այնինչ պիտի լիներ մանկություն, խաղ, ժպիտ, դարձել է լռություն, աղոթք ու սգի օր: Մեր բոլորիս Տիգրանը, մեր լուսե տղան, մեր փոքրիկ ոսկեհեր իշխանիկը վաղը վերջնականապես հրաժեշտ է տալիս այս աշխարհին, որը չգնահատեց նրա լուսավոր ներկայությունը: Տիգրանը տուն է վերադառնում, այլևս ոչ թե վազելով մոր գիրկն, այլ մարդկանց աղոթքներով պարուրված: Տիգրանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա մայիսի 26-ին ժամը 17-ին գյուղ Մարմարիկ 3-րդ փողոց տուն 1 հասցեում: Սա այն տունն է, ուր դեռ հնչում է նրա մանկական ձայնը, ուր պատերը դեռ հիշում են նրա փոքրիկ ձեռքի շոշափումները, ուր ամեն անկյուն պահել է նրա ներկայության շունչը: Հոգեհանգստի օրն այդ տունը չի լռի, այն լցված կլինի աղոթքով, հեկեկոցով ու շնորհակալությամբ Աստծուն, որ մի անգամ այս հրեշտակին պարգևեց մեզ: Հուղարկավորությունը կկայանա մայիսի 27-ին ժամը 13:00-ին գյուղի գերեզմանատանը: Այս ճանապարհը դժվարին է, անտանելի ու անհավատալի, բայց մենք բոլորս, ովքեր հուզվել ենք այս ցավով, բոլորս, ովքեր օրեր շարունակ աղոթել ենք, թեկուզ հեռվից պարտք ունենք ուղեկցելու Տիգրանին իր վերջին ճանապարհին: Նա արդեն վեր է վերածվել է հրեշտակի, բայց արժանի է մեր ամենաքնքուշ հրաժեշտի: Տիգրանը դարձել է սիմվոլ, փոքրիկ մարմնի մեջ կրել է ուժ, միավորել է սրտեր, ծնունդ է տվել բարությանը մարդկանց մեջ: Նրա անունն այլևս պատկանում է ոչ միայն ընտանիքին, այլ ամբողջ հայ ժողովրդին: Նա մեր բոլորիս Տիգրանն է: Եկեք միասին աղոթենք, եկեք լռությամբ խոսենք: Եկեք կանգնենք մայրիկի ու հայրիկի կողքին, մեր ներկայությամբ ամրացնելով նրանց ողբալի հոգիները: Եկեք գրկենք Տիգրանի քույրիկին, նրանում շարունակելով տեսնել կյանքի հույսը, ժպիտը, առաջ շարժվելու ուժը: Մեր սրտերում փոքրիկ իշխանիկը միշտ կենդանի կլինի: Մեր աչքերում նա միշտ կմնա մի լուսավոր ու պատկերի նմանություն: Եվ այս վերջին հրաժեշտը թող չլինի վախի կամ կորստի խոստովանություն, այլ լուռ աղոթք մեկի համար, ով այս աշխարհից գնաց անմեղ ու լուսավոր, դառնալով երկնային կյանքի մաքուր բնակիչ: Տիգրան ջան, հանգչիր խաղաղությամբ, դու չես մոռացվի: Քո ճանապարհը կլուսավորվի սիրով, իսկ քո հիշատակը կապրի սերունդների մեջ: Տիգրանի պատմությունը վաղուց անտարբեր չի թողնում ոչ մեկի: 2 տարեկան փոքրիկ, որը դեռ չէր հասցրել սովորել կյանքի բոլոր բառերը, բայց արդեն դարձել է ողջ մի ազգի աղոթքի թեմա: Մայիսի 4-ից հենց այն օրվանից, երբ նրա անհետացման լուրը սարսուռ առաջացրեց ոչ միայն Մարմարիկ գյուղում, այլ ամբողջ Հայաստանում, փրկարարները, ջրասուզակները, կամավորներն ու պարզապես բարի մարդիկ անքուն օրերով ու գիշերներով որոնում էին նրան: Ամենահավատարիմ հույսով, որ Տիգրանը դեռ կժպտա աշխարհին: 20 օր: Երկար, ցավոտ, անորոշությամբ լի 20 օր: Գետը զննեցին մետր առ մետր, անտառներն ու թփերը թերթեցին էջ առ էջ, ինչպես մի մռայլ գիրք: Տները խուզարկվեցին, մի ժամանակ սարսափելի հուշերով տարված, գողացված երեխաների պատմություններով: Անհավատալի էր, անհասկանալի էր, թե ինչպես մի ողջ հասարակություն կախված էր մի մանկան ճակատագրից: Բայց նա չէր ընդամենը մի փոքրիկ մանկիկ, նա դարձավ բոլորի երեխան: Եվ այսօր, երբ արդեն պարզ է, որ Տիգրանը վերադարձավ, բայց ոչ այնպես, ինչպես մենք էինք ուզում, ոչ այնպես, ինչպես մայրն էր ամեն գիշեր հույսով սպասում աղոթքի ու լռության արանքում, մենք ուղղակի լռում ենք: Որովհետև բառերը բավական չեն նկարագրելու համար այն ցավը, որը կուտակվել է այս օրերի ընթացքում: Տիգրանի անշնչացած մարմինը գտնվեց 3: Ջուրը նրան տարել էր հեռու այն կետից, ուր առաջին օրերին փրկարարներն ամեն ակնթարթ շունչները պահած սպասում էին մի նշանի, մի աղմուկի, բայց ոչինչ չկար: Եվ ահա նա իր փոքրիկ, լռակյաց մարմնով, հանգիստ, անշարժ, թողեց անբացատրելի դատարկություն բոլորիս հոգում: Այսօր Մարմարիկ գյուղում լռություն է: Բայց դա սովորական լռություն չէ: Դա լռություն է, որի տակ խեղդվում են մոր արցունքները, հոր լռակյաց գոռոցը, քրոջ զարմանքը, թե ինչու է այդպես ստացվել: Դպրոցում, գյուղամիջում, նույնիսկ գետափին մարդիկ չեն խոսում, այլ նայում են գետին: Գուցե հանկարծ աչքովն ընկնի մի փշուր, մի նշույլ Տիգրանի վերջին քայլերից: Երեխան այլևս չկա, բայց հիմա նա մի ամբողջ ազգի հիշողության մեջ է: Նա կա ամեն աղոթքի մեջ, ամեն մայրիկի գրկախառնության մեջ, ամեն արցունքի հետևում:
Հոգեհանգստի արարողությունը տեղի է ունենալու վաղը Մարմարիկ գյուղում։ Ամբողջ գյուղը, հարազատները, ընկերներն ու պարզապես մարդիկ, ովքեր ցավում են այս ողբերգության համար, կհավաքվեն միասին աղոթելու մեկ բանի համար, որ Տիգրանի հոգին խաղաղության մեջ լինի, որ նա հասնի այն աշխարհ, ուր չկա վախ, ցավ ու կորստի զգացում։ Ուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 27-ին։ Դա կլինի վերջին հրաժեշտը մի փոքրիկ արեգակի, որի լույսը չհասցրեց ամբողջությամբ պայծառացնել մեր աշխարհը, բայց այդ կարճ լույսը սրտեր էր ջերմացրել, մարդկանց էր միավորել։ Երբ Տիգրանը գնա իր վերջին ճանապարհով, ամեն քայլափոխին նրան կուղեկցեն արցունքներ, բայց դրանց մեջ նաև կլինի սեր, կլինի աղոթք, կլինի շնորհակալություն նրա ծնողներին, որ այդ հրաշքը պարգևել էին աշխարհին, թեկուզ կարճ ժամանակով։ Եվ մենք բոլորս պիտի սրտենք այս ցավոտ դասը, պիտի ուշադիր լինենք մեր երեխաների հանդեպ, պիտի պաշտպանենք նրանց ոչ միայն իրական վտանգներից, այլ նաև կեղծերից, որպեսզի այլևս որևէ Տիգրան չդառնա զոհ ոչ միայն գետի հոսքին, այլև մարդկային անգթությանը։ Տիգրան ջան, դու մեր հիշողության մեջ ես, դու մեր սրտերում ես, եւ այնտեղ դու կմնաս միշտ փոքրիկ, միշտ ժպտացող ու միշտ անմեղ։